Վստահ եմ, որ կաթողիկոսին ուժեր կան, որոնք, այսպես ասած, թույլ չեն տալիս, հա, գնալ իր զբաղեցրած տեղից, իշխանությունն էլ հակառակն է անում եւ այստեղ հստակ քաղաքական պայքար է գնում եւ տեսնենք այս քաղաքական պայքարի վերջաբանը, ինչը շատ տհաճ է, ինչը վերջապես պետք է գա իր հանգուցալուծմանը։ Ես ասել եմ, որ կաթողիկոսը ներկայացնում է եկեղեցին, իսկ հասարակությունը, մարդը, հայ մարդը, քրիստոնյա մարդը եկեղեցուց կտրում է այս քաղաքական process-ը, մարդկանց կտրում է եկեղեցուց հավատից եւ կաթողիկոսը որպես Աստծո ներկայացուցիչ պետք է, հա, առնվազն տղամարդկային գոնե, հա, թասիբ ունենար ու ասեր ես թույլ չեմ տա, կամ Աստծուն այնքան մոտ լիներ, որ ասեր ես թույլ չեմ տա հայը կտրվի եկեղեցուց իմ պատճառով, իմ անձի պատճառով եւ ես գնում եմ, թող գա այն մարդը, ով նորից Հայաստանի Հանրապետության հային ամբողջ աշխարհին կմիավորի եկեղեցու շուրջ եւ թույլ չտար քաղաքական այս ամբողջ process-ները լինեին, այլ ոչ թե այն ինչ տեսնում ենք մենք էկրաններով, այն զայնագրություններ, այն գաղտնելուսումներ, այն ամեն ինչ լսում ենք եկեղեցու հետ կապված քաղաքական, կոնկրետ քաղաքական պայքար է գնում եկեղեցու մեջ, ինչը նաեւ չի թաքցրել ու բարձրաձայն իր հայտնի ասուլիսում ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ հետեւաբար չի կարելի չկապել Քոչարյան եւ եկեղեցի այս հստակ կապը։ Շատ ակնհայտ է, սա կոնկրետ քաղաքական մոտեցում է, կոնկրետ քաղաքականացված պայքար է, որը ուզում են այս անգամ էլ օգտագործեցին եկեղեցին